Ողջույն, բարի երեկո ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, շնորհակալություն, որ դիտում եք եթերները, ակտիվ եք եւ հարկ եղած դեպքում, որ կոնտենտը, որ դուրներդ գալիս եք կիսվում եք, դա շատ օգնում է ինձ։ Ես այսօր առաջարկում եմ մի փոքր խոհական եթեր իրականացնենք, առավել եւս, որ դրա առիթը կա, առիթը հետևյալն է, առավոտյան բոլորս էլ արթնացանք ու տեսանք, որ Աննա Հակոբյանը վիդեոուղերձով դիմել է ժողովրդին, հանրությանը, հետո տեսանք, որ Նիկոլ Փաշինյանն էլ հրապարակում է արել, բարձր գնահատելով իրենց համատեղ կյանքը եւ ասելով ներողություն այն ամեն ինչի համար, ինչ որ գիտակցաբար կամ անգիտակցաբար արել է։ Հետո իհարկե, երբ որ մարդիկ քաղաքական գործիչ հանր էին մարդա մյուս, կարող է հանրային քննարկման ենթակա ինչ որտեղ դառնալ, ուշադրության կենտրոնում լինել եւ դառնալ քննարկման ենթակա։ Բայց գիտեք, այդ քննարկումներն էլ պետք է ունենան որոշակի մակարդակ։ Օրինակ ասեմ, ինձ առավոտվանից աշխատանքի ընթացքում հետո ինչ որ անընդհատ մեսենջերով նամակներ են գալիս անծանոթ մարդկանցից։ Այս անծանոթ մարդիկ գրում են ու իմ կարծիքն են ուզում հարցնեն։ Ես էլ նայում եմ, տղամարդ են էլի գրողները, երբ որ կին է լինում գրողը մի քիչ ուրիշ է։ Դե հարցին պատասխանում ես, անցնում ես առաջ։ Բայց երբ որ տղամարդ է լինում, ով փորձում է այնպես հարցեր տալ, որպեսզի քեզ բերի այդ մարդկանց ընտանիքը քննարկելու դաշտ, ես անկեղծ ասած չգիտեի ոնց ինձ պահեի, ոնց ինձ դրսևորեի։ Ու մի քանի անգամներով ու կան մեջները նաև մարդիկ ումից հարգում եմ ու ասենք ուրիշ ձև են վերաբերվում, գրում ասում լավ, իսկապես դուք հիմա ուզում եք, որ նստենք դա քննարկենք, իհարկե կարող ենք անդրադառնալ, կարող ենք որոշակի վերլուծություն այնքանով, որքանով որ, բայց ընտանիք մտնել, երկու մարդու հարաբերության մեջ մտնել ամուսինների, ներողություն ես չեմ կարծում դա տղամարդու գործ է, հասկանում եք, ասենք երկու տղա նստած քննարկեն, թե ինչին բաժանվեցին, այս ինչն ու այն ինչը, դա ես չգիտեմ, ու երևի թե հենց դրանից էլ բխեց այս եթերը անելու ցանկությունը, որովհետև առհասարակ մեր հասարակությունը ցավոք սրտի բավականին դեֆորմացված է եւ դեֆորմացվածը ունի պատճառներ, թե ինչի համար է դեֆորմացված, բայց մյուս կողմից էլ ասես պայքարում ենք ու չենք ցանկանում շտկվել։ Մենք բոլորս կարող ենք նույն բանը մտածենք, բայց ոչ մեկը չցանկանանք առաջինը մեր իսկ մարմնի վրա, մեր իսկ կյանքում կիրառել, հասկանում եք։ Հիմի ես նորմալ կընկալ էի, եթե օրինակ քննարկումներ լինեն, մարդիկ կան ասում են, սա գուցե քաղաքական որոշակի քայլ է։ Ես կմտածեի դրա շուրջ կամ մարդը իր կարծիքն է ասում։ Կամ ասենք, երբ որ մի խոսքով էլի ամեն դեպքում երկրի վարչապետի եւ առաջին տիկնոջ մասին է խոսքը։ Բայց երբ որ մտնում ես արդեն չի կարելի տեղերը, ընդ որում դեռ շարքային քաղաքացիները մի կողմ։ Արա, այս քաղաքական գործիչ կոչեսյալները բավոր տղամարդ հալով, այն որ նայում ես ասում ես լավ, երևի ափսոսել է որ տղամարդ ենք ասում։ Բայց տղամարդ հալով ներկայանալով, չգիտեմ, հանրապետական կուսակցությունից, ներկայանալով եսի միշտ դաշինքից, մյուսից դրել եք, ինչեր եք խոսում արա։ Գիտեք, ձեր գործն է, խայտառակվեք միջև վերջ, բայց վատը այն է, որ այսօրվա այս դարում, տեխնոլոգիական հասանելիության դարում, ձեր պահվածքն ու խոսույթը ցավոք սրտի որոշ մարդկանց համար կարա հանդիսանա որպես դաստիարակություն, կարա հանդիսանա նորմալ։
Մարդիկ ովքեր այնքան էլ գուցե չէ, այսինքն դուք ձեր գործողություններով, դուք ձեր բանով ցույց չեք տալիս կամ բացասական եք ազդում մարդկանց ըմբռնող այն մարդկանց համար, ովքեր ըմբռնողության որոշակի տարբերություն ունեն, հա ձեր հետ։ Ասենք ես չգիտեմ 1000 ներողություն, եթեր եմ անում անի։ Ես իսկապես չգիտեմ ինչ դուրս կգա, ինչ չէ, կմիանանք, բաժանվենք, ինչ չգիտեմ։ Մեծ հաշվով շատ էլ հա դրական զգացմունքներ չունեմ, բայց չեմ էլ ուզում կենտրոնանամ, թե իրենց այդ մարդկաց մահճակալի մեջ հասկանում եք, չի կարելի այդտեղ մտնել։ Դուրս է եկել մեկը, հանրապետականը, հա, փաստորեն հիմա Աննայի սիրտը ազատ է, եւ ես քանի որ ցանկանում եմ վարչապետ դառնալ, գուցե նա ինձ ես ինչեր եմ խոսում։ Ու ներկայանում է քաղաքական գործիչ, կուսակցական։ Ձեր կուսակցությունում ինչով եք զբաղված դուք։ Գիտեք, ես հասկանում եմ դա ինչի համար է արվում։ Ես ինքս հասկանում եմ ու հիմա ասեմ, դա արվում է մարդկանց վրա հոգեբանական ճնշում կիրառելու համար։ Թե Աննա Հակոբյանի, թե Նիկոլ Փաշինյանի հոգեբանական ճնշում կիրառելու համար եւ գիտեք Աննա Հակոբյանի դեպքում մի փոքր այլ է ինքը իհարկե դա իր դժվար եւ թույլ կողմեր ունի, բայց Նիկոլ Փաշինյանի դեպքում պետության ղեկավարն է ու եթե դուք ուզում եք որ հոգեկան անկայունություն սերմանեք երկրի ղեկավարի հետ, ասեմ որ վնասը կրողը դուք եք լինելու։ Այդտեղ դուք օգուտ չունեք։ Դա զզվելի բան է եւ ձեր հետևորդներից ձեզ հարգող մարդիկ կան, ովքեր շարունակում են այդքանից հետո ձեզ հարգել։ Այս է ամենասարսափելին է տեսնելը։ Հասկանում եք։ Վերջո այս իրավիճակում շատ պարզ երևում է մեր հասարակության դեմքը։ Մենք ով ենք, ինչ ենք, ինչացու ենք։ Ու գիտեք, երբ որ մի քիչ էլ խորանում ես, հասկանում ես, որ մեր դժբախտությունների համար որևիցե մեկը պատճառ չի եւ որևիցե մեկը մեղավոր չի։ Առաջինը հենց մենք ինքներս մեզ։ Հիմա բամբասեն, գիտեք, իհարկե բամբասելու են, բայց բամբասկոտությունը լավ բան է, թե չէ, այս է պետք դիտարկել, ոչ թե ով է բամբասում, ով է, թող բամբասեն։ Մարդիկ կան, ես ասում եմ, մեր իրականության մեջ կան տղամարդիկ, ովքեր 5 տարի առավոտի ցիրիկուն նստած, իրենց հրճակել են քաղաքական չգիտեմ ինչեր, մեկը քաղաքագետ, մեկը ես իմ հայագետ, մյուսը ես շատ գիտեմ ազգային հերոս ու գեներալ, չգիտես ով, ու նստում էին ամենատարբեր ալիքներում առավոտի ցիրիկում քննարկում այդ մարդկանց ներքին կյանքը։ Հասկանում։ Ու գնում էին տուն, իրենց տնեցիք իմանում էին, թե տղամարդը եկավ տուն։ Ամենավատն է, որ իրանք այդպես սերունդներ են ունեցել, այդպես դասիրակել են երեխաներ։ Անկեղծ չգիտեմ ինչ կլինի, ինչ չէ, չեմ էլ ուզում այդ կողմի վրա մտածեմ։ Ինձ ավելի արձագանքներն էր, բան էլի, ասենք հետաքրքիր։ Կային մարդիկ, ովքեր որ այո, իրենց մտահոգությունն էին հայտնում։ Կային մարդիկ, որ հակառակ չէին հայտնում եւ շատ էլ ուրախ են։ Լավ, հասկացանք դա, բայց երբ որ մարդը էլի եմ կրկնում, ներկայումա քաղաքական գործ, դու էլ ինչ քաղաքականություն ես վերա բան անելու, առաջ տանելու։ Եթե կներեք տեսեք, եթե քո քաղաքական ցանկացած քաղաքական գործիչ, ցանկացած անկախ նրանից մասնագիտությամբ ինքը ինչ է, տնտեսագետ է, միջազգայնագետ է, չգիտեմ ինչ է, անկախ այդ ամեն ինչից, եթե մտնում է իր մասնագիտական տվյալները քաղաքականության մեջ օգտագործելու, որոշակի արդյունքներ գրանցելու, զբաղվելու քաղաքականությամբ, լինելու, ասենք օրինակ ազգային ժողովում կամ կառավարությունում,
պետական աշխատանքում եւ այլ ամեն դեպքում քաղաքականության մեջ համատում նա նախ եւ առաջ պիտի ներկայացնի թե ինչպիսի հասարակություն է տեսնում չեմ ասում բանավոր կամ գրավոր իր ապրելած ձևով իր գործունեությամբ եթե քո տեսած եթե դու լուրջ վերաբերմունք չունես հասարակության հանդեպ ու քո գործունեությունը բամբաս կոտությունն ու ղժիկ բժիկներ անելն է կներես բա որ ժողովուրդը մերժում է քեզ այս դրա համար է մերժում փաստորեն իսկ դուք վերեք կենում այդ նույն ժողովրդին ովքեր որ մերժում են ձեր գիտությունը վերեք կենում մի հատ էլ տեղ եք անուն դնում հասկանում եք հիմա ես ուզում եմ ձեզ համար մինյուտ կարդալ հետաքրքիրն է մեր Գևորգ Փաշայանն է գրել իհարկե ձևակերպումներից ոչ բոլորի հետ եմ համաձայն այնուամենայնիվ մենք Գևորգի հետ մեր ՀԿ-ից ու էլի մեր ընկերներից շատերս երբեմն այստեղ շատ խորքային դիսկուրսներ ենք ունենում հասարակական թեմաներով ես ինքս շատ բաներ սովորում եմ այդ դիսկուրսներից ինքս հակադարձում եմ շատ բաների առաջարկում թեզեր եւ այլն խորանում ենք ահագին ու մի հետաքրքիր նյութ էր գրել որ ուզում եմ կարդալ ու այս ուղղությամբ գնանք առհասարակ ես ուզում եմ այսօր ովքեր նոր միացան ասեմ մի փոքր խորհենք էլի ուրեմն արժեքները որոնք այս կամ այն հասարակությունը մշակել եւ առաջ է քաշում ապահովում են տվյալ պետական կարգի արժեքը եկեք ինքներս մեզ հարց տանք բացի համամարտկային արժեքներից որը ընդհանուր բոլոր տեղերում կա ինչ ենք մենք մշակում ինչ քաղաքացու կերպար ենք արդեն ստեղծել եւ առավել կարեւոր որ կերպարը դեռ չենք ստեղծել գիտեք ինձ էլ չէ այս թեմայով ունեցել ենք մենք տարբեր զրույցներ ես մշտապես օրինակ եմ բերել ասել եմ նայեք տարբեր ուղղություններով օրինակ մեր իրականության մեջ տասնամյակներ շարունակ ցանկացած մեկին որ հարցնես քեզ համար ասենք մեր իրականության մեջ ամենահաջողակ մարդը ով է բոլորը կտային օլիգարխների անուններ չգիտեմ Գագիկ Ծառուկյանից բռնած Սամվել Ալեքսանյանից վերջացրած սա հաջողակ մարդու կերպարն էր մեր մոտ այսինքն մարդիկ ովքեր օլիգարխ են այսինքն բիզնեսմեն են եւ քաղաքականության մեջ են եւ դա շատ վատ բան է ու իրենց քաղաքականությունը ծառայում են իրենց բիզնեսներին եւ ունեն օրինակ շատ հետաքրքիր ածականներ հա իրենց վրա գրում են դրանք բաներ ես չեմ ուզում ձեռ առնելու ծաղրելու համար չեմ ասում բոլորս էլ երիտասարդ եղել ենք տարբեր ածական անուններով ընկերներ ունենք բայց կներեք եթե մարդուն ասում են Դոդի Գագո ու դա նա հաջողակ ամենահաջողակ մարդու կերպարն հիմա եկեք տեղափոխվենք աշխարհի մյուս անկյուններ օրինակ Միացյալ Նահանգներում հաջողակ մարդու կերպար եթե հարցնես ով է կասեն Ցուկերբերգը չգիտեմ Իլոն Մասկը այսինքն կտան մարդկանց անուններ ովքեր գիտնականներ են այսինքն այդ հասարակությունը այնքան կայացած է որտեղ որ գիտնականը համարվում է ամենահաջողակ մարդը Եթե գնանք Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներ կարող է երաժիշտների կամ նկարիչների անուններ տան հասկանում եք Իրոք կներեք սա մարդիկ կան իրանց տունն են ու իրանց հոր հետ են խոսում գիտեն թե հասկանում եք հիմա մեզ մոտ այդ վիճակն է եղել եւ ինչպիսին որ մենք ենք մեծ հաշվով այդպիսին էլ մեր կառուցած պետությունն է չենք կարող մենք լինել օրինակ ինֆանտիլ հասարակություն փարկաստու ամեն ինչ այդքան ծանր չի ասեմ օրինակ եմ սա բերում բայց մեր պետությունը լինի աշխարհի առաջատար երկրներից մեկը չգիտեմ որևիցե ուղղությունով հա գիտությունով կամ չգիտեմ այնտեղ զենք զինամթերքի արտադրությամբ պաշտպանունակությամբ եւ այն չի կարող դա տեղի ունենալ դա չի լինում
Եվ ինչու եմ ես այս թեման հենց կապում նաև վարչապետու իր տիկնոջ թեմայի, որովհետև Աննա Հակոբյանը մեծ աշխատանքներ արեց։ Հիմա ինչպես արեց, ինչպես անելու մեջ, որ մասը դուր եկավ, դուր չեկավ, ինչպես ներկայացրեց, ներկայացրածի որ մասը դուր եկավ, դուր չեկավ, բայց մեկը ինչ շատ հաճելի էր ու ինձ համար շատ կարևոր էր, նրա կրթությունը նորաձև է արշավը, որը բավականին լուրջ թափ էր հավաքել։ Ճիշտ է, գալիս էին շատ մարդիկ, ովքեր այդտեղի գալիս էին ընդամենը տեսնելու եւ գնալու, այսինքն այդտեղից ոչ մի բան իրենց հետ չէին տանում։ Բայց նաև կային մարդիկ, ովքեր իսկապես ինչ-որ բան վերցնում են եւ շատ-շատերներ կային, որ իրենց վրա սկսում էին փորձել կիրառել դա։ Այսինքն հասկանալի է դառնում հետեւյալը, որ մենք ժամանակ չունենք ու այդ տարօրինակ իրավիճակից, դեգրադացված իրավիճակից թեկուզեք, պետքա ոչ թե պետքա սերնդափոխության սпасել, որպես ինչ-որ բան ընկնի տեղը, այլ մենք ինքներս էլ պետքա լինենք այդպիսինը, մեզ վրա պիտի աշխատենք ու մենք լինելով հասարակության ներկայացուցիչներ, լինենք փոքրինչ այսպիսինը կամ այնպիսինը, հասկանում եք։ Սա կարևոր է ոչ թե միայն մեր ու մեր հարաբերությունների համար, սա կարևոր է պետության համար։ Պետության, ոչ թե իշխանության։ Սա իմացեք, որովհետև եթե իշխանությունները իրենց գերնպատակը լինում է իշխանություն պահելը, իհարկե քաղաքական պայքարը հասկանում ենք, բայց եթե դա գերնպատակն է, իրենք ուզեն թե չուզեն, քիչ-քիչ վերածվում են ավտորիտար երկրների։ Իսկ ավտորիտար երկրներում խելացի մարդ անհրաժեշտ չի։ Այ մենք եղել ենք ավտորիտար եւ ավտորիտար երկրի բանը նշանները ոչ թե մարտի 1-ն ու հոկտեմբերի 27-ն էին կամ նմանատիպ միտինգները, երբ որ անում ենք ու տեսնում ենք ինչ ենք արժան, ոչ, դա չէր, կամ լեզվի ազատության սահմանափակումը, դա չէր, նշանները, դա հետևանք էր նաև, իսկ նշանները հենց դպրոցների ու մանկապարտեզների քանդումն էր, հենց մշակութային ցեղասպանությունն էր, որը իրականացվեց մեզ հետ։ Այս սա էր ավտորիտար երկրի առաջին նշանները, երբ որ մուղամբազները դարձան արվեստագետներ, հասկանում եք, երբ որ ցածրակարգ սերիալները դարձան ստեղծագործություններ, այս գնահատականները, այ երբ որ Դիանա Գրիգորյանը օրինակ անձի մասին չի խոսքը, խնդրում եմ, անձնական բանով չէ, գործնական առումով դարձավ բան վաստակավոր գործիչ, հասկանում եք, այստեղ են խնդիրները, այսքան դարձավ էտալոն, չափանիշ, նշաձող, այսա մշակութաբանական ցեղասպանությունն է, երբ որ մեր ավանդույթները սկսեցին դառնալ ծիծաղելի եւ դարձան ծաղրի առարկա, այստեղ է եղել ցեղասպանությունը, երբ որ մեր հեռուստատեսություններով սկսեցին Վալենտինի օրվանից 10 օր առաջվանից զեղչերի մասին գովազդներ անել ռեստորաններում ու չգիտես որտեղ արենք, եւ եկեղեցին մի հատ ծպտուն չհանեց, այ սա է մշակութաբանական ցեղասպանություն, երբ որ մենք սկսեցինք հեռանալ մեզանից եւ հեռանալ կատարելագործվելուց, երբ որ սկսեցինք ծաղրել հայկականը, հայկական անունները անգամ սկսեցինք ծաղրել, մենք այդտեղ սկսեցինք պարտվել աշխարհում, մենք սկսեցինք ինքնաոչնչացումը, եւ այն մարդիկ, ովքեր չէին կարող հաշտվել եւ պայքարելու հնարավորություններն ու միջոցները բոլորը սպառված էին, նրանք հեռացան Հայաստանից, շատերը հեռացան Հայաստանից, ովքեր կարող էին առաջ քաշել հասարակության, առաջ տանել, էլիտա ձևավորել, եւ էլիտան հայկական իրականության մեջ դարձավ բանը քաղաքական կամ իշխանական վերնախավը, Մանսուրյանը էլիտա չէր ընկալվում, էլիտա ընկալվում էր Սերժի կինը,
Հասկանում եք։ Ու ամեն ինչ այդպես գնաց արդեն։ Հիմա այդ կրթությունը նորաձև է որ կար, դա դրա մասին էր, դրանով ցույց էր տալիս նաև այսօրվա իշխանությունը, որ ինքը ավտորիտարիզմի կողմնակից չի, ինքը դրա խնդիրը չունի, ճիշտ հակառակ ինքը խնդիր ունի, բացի պետություն եւ պետականություն ամրացնելը, ինքնիշխանություն ամրացնելը, նաև հասարակություն ստեղծել, որոշակի մակարդակի, որպեսզի երբ որ ինքը արդար թափացի կտրությունների արդյունքում հանկարծ մի օր չլինի, այս հասարակությունը թույլ չտա, որպեսզի իր գլխին գան տգետներ, իր գլխին գան նստեն թալանչիներ, իր գլխին գան հանցագործներ, չգիտեմ ինչ էր։ Հասկանում եք։ Չէ՞ որ այդ նույն թալանչիները ո՞նց են եկել դարձել։ Իրենք իմացել են մեր տեսակը եւ իմացել են ում դուրը թակեն, չէ՞ գումարը հատկացնեն, խոստանան։ Այո, կլկլոցը դարձավ երկարվեստ, ասեմ ավելի ստուդիաներ բացվեցին, սկսեցին մեծ գումարներ աշխատել։ Սա է խնդիրը, այստեղ է հարցը, բայց շարունակեմ միտքը, հետաքրքիրն է։ Երբ Ուկրաինայում պատերազմի սկզբին Եվրոպան առաջին օրերին իջեցրեց ձեռքերը, ուկրաինացիները պայքարելով նոր աշխարհակարգի համար, թեկուզ միայն իրենց մտքում արժեք հաղորդեցին իրենց պաշտպանությանը։ 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ընթացքում միջին եւ խոշոր դերակատարների չեզոքության խորքային պատճառներից մեկը հասարակություններից մեկի կողմից նոր արժեքային առաջարկի բացակայությունն էր։ Լավ, ինչ ենք առաջարկում, ով ենք մենք, ինչ ենք մենք։ Ասել, մենք աշխարհի ամենահին երկիրն ենք, մենք երբ որ կայք ծովից ծով, մենք ամենակրիստոնյա երկիր, սա չի։ Այստեղ կարևոր բան պիտի լիներ։ Ամեն ինչ դիտվում էր միասնական համակարգի կոորդինատներում եւ անհաշտորեն հայտարարել, թե մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ, առանց ձևակերպելու, թե ինչ արժեքային հիմք է կանգնած մեր հետևում, անբավարար է։ Այսօր Հայաստանում բազմաթիվ մասնագետներ եւ քաղաքական ծրագրերի վերլուծաբաններ կան, որոնք որևէ նոր բան չեն առաջարկում, նույնիսկ հինը չեն առաջարկում։ Ահա այստեղ է գործընթացի ողբերգությունը։ Գլոբալ կոորդինատների համակարգի նահանջը, որի պայմաններում Երևանում, Սան Ֆրանցիսկոյում, Ռիո դե Ժանեյրոյում կամ Բեյրութում աշխատող մարդը ուներ նույն մեխանիզմները իր եւ այլ հասարակությունների հետ փոխգործակցության համար։ Ստեղծել էր առավել հագեցած եւ համեմատաբար խաղաղ ժամանակներ 60-ական, 70-ական, 80-ական թվականներին։ Չի կարելի ասել, թե հակամարտություններ չկային, սակայն հիմնականում դրանք ընթանում էին այն տարածքներում, որոնք դուրս էին մնում քաղաքակրթական հարաբերությունների կոորդինատներից։ Պատկերացրեք 60-70-ականներին հնարավոր էր տեսնել մորուքավոր պետությունների ղեկավարներ Սիրիայում, Եգիպտոսում, Թուրքիայում եւ նույնիսկ որոշ ժամանակ նաեւ Աֆղանստանում, սակայն այժմ տարածաշրջանությունը հաղթել է։ Բոլորը պայքարում են, որովհետեւ երբ խոշոր դերակատարները փակվում են իրենց խնդիրների մեջ, փոքր եւ միջին դերակատարները չեն կարող պարզապես զարգանալ։ Ինչու փոխանցել տեխնոլոգիա, զարգացնել հասարակություն, եթե արկա իրավիճակը շահավետ է բոլորի համար։ Հայաստանը քաղաքակրթության պտուղը ճաշակեց Խորհրդային Միության տարիներին, երբ շահավետ էր կիսվել արդյունաբերությամբ, ստեղծել նոր քաղաքներ, հասարակական նոր կառուցվածքներ, սակայն անկախությունից հետո իներցիան 95-96 թվականներին վերացավ եւ հասարակության մեջ մշակվող այն արժեքները, որոնք փակ էին նոր ինստիտուտների ձևավորման առջև, հանգեցրին, ասենք 2020 թվականի աղետին։ Սա մեկ պատճառը չէ, բայց էականներից մեկն է։ Հորիզոնի փակումը ընտրություններով, քաղաքական ինտրիգներով եւ ընտրությունից ընտրություն պլանավորմամբ, որի շրջանակում գոյություն ունենք նաեւ այսօր, երկարաժամկետ նպատակներն ու հավակնությունները, որոնք պետք է 10-20 տարով գերազանցեին քաղաքական ժամկետը, մարեցին, չեղարկվեցին։ Այստեղ խնդիրն ինչումն է, տեսեք։ Այո, մշտապես հասարակությանը պատրաստել են այդ 5 տարին մեկին։ Այսինքն ես եկա
5 տարվա իմ ծրագիր ասեցի ռազմավարական 5 տարում կամ արեցի կամ խապեցի չարեցի ու այն 6-րդ տարում ինչա լինելու 6-րդ տարվա մասին ոչինչ չկա սա դարձել էր արդեն բնավորություն հասկանում եք հիմա էլ ոչ մեկ երկարաժամկետ ծրագիր չի առաջարկում եւ հանուն անկեղծության պիտի ասենք որ երևի թե եզակի մի 2-3 դեպքով այսօրվա իշխանությունը ծրագրեր է ներկայացնում որոնք այն ժամանակների համար են երբ ինքը կարա էլ չլինի իշխանություն բայց չէ որ այդ ծրագրերը իրականացվում են այսօրվա միջոցներից եւ եթե այսօր այդ միջոցները դրվում 10-20 տարի հետո ինչ որ ծրագրի վրա դա վերցվում է մեր բարեկեցությունից չի ասենք օրինակ կարող են այդ ծրագրերը չիրականացնել ժամանակավոր 5 տարի 20,000-ով էլ բարձրացնենք կենսաթոշակը բայց 5 տարուց հետո կոլապս է լինելու հասկանում եք այս իշխանությունը փորձում է մի քանի բան արդեն ապագայի համար ձեռնարկել է ապագայի համար որը ինքը չի վայելելու այդ պտուղները ինքը չի լինելու այդ ժամանակ իշխանություն ամենայն հավանականությամբ հասկանում եք մեզ մոտ այդ կարճ սռոկներով կարճ ռազմավարություններն են մեզ մոտ չկա այդ երկար ռազմավարությունը այս դրա արդյունքում էլ մեր պետությունը նույնպես դժում է որովհետև ընդհանուր մեր պետությունը մենք ոչ մեկ չի կարող ուղիղ ասի ինչպեսին նա տեսնում 50 տարուց որովհետև մենք ինքներս էլ մեր պետության մեջ այս կարճ ռազմավարություններով ամեն մեկս ապրում ենք մեր օրով եթե այսօրվա խոսակցությունը տանենք վաղը չեմ այսօրվա մեջ տրակտով կանենք կհամարվենք հնացած մարդիկ եթե մենք երեկվանը փորձենք հիշել այսօր ասեն լավ դե դա անցանք արդեն դրա մասին խոսացել ենք անցանք մենք չենք սիրում մտորել խորել չենք սիրում գտնել ստեղծել ռազմավարական ծրագրեր եւ ինքներս լինենք ենթակա այդ ծրագրերին սա ամենաբարդ բանն է մենք առհասարակ իրավահպատակ ժողովուրդ չենք մենք կարող ենք խելոք գլուխներս կախ ապրել եթե մեր գլխին հայ չի եթե հայկական ինստիտուտները չեն մենք այդտեղ օքեյ բայց որպես հասարակություն հայկական հասարակություն մենք ինչպիսին ենք եկեք մի հատ հուշակեք այստեղ գիտեք ես ահագին ժամանակ առաջ երևի թե անցյալ տարի անգամ կամ նախ անցյալ տարի ես այդ ռետորական հարցը բարձրաձայնել էի ասենք օրինակ եթե ասում ենք ասենք թե գերմանացի հասկանում ենք պունկտուալ մարդ չէ չնայած որ կարող են ոչ բոլոր գերմանացիները լինել պունկտուալ եթե ասում ենք շվեյցարացի մենք հասկանում ենք բան բարեկեցիկ կյանքով ապրող մարդ կամ ժամացույց կամ ինչ որ մի բան եթե ասում ենք ֆրանսիացի մենք ընդհանուր առմամբ հասկանում ենք որ այն արվեստի ու մոդայի կենտրոն եւ այլ այսպես բաներ չնայած որ ոչ բոլորն են այդպեսին այ մենք երբ որ ասում ենք հայ ո՞նց եք կարծում մենք աշխարհին ինչ ենք առաջարկում աշխարհը հայ ասելով ինչ պիտի հասկանա ինչ մի հատ այնպիսի բան կա որը հիմնականում ցանկացած հայ անում է կամ ինչ մի հատ այնպիսի բան կա որը հիմնականում եթե մարդը հայ է դա չի անի այստեղ է այդ որ մեկ հերնում են չէ այ իսկական հայերը պետք է այսպես են գիտեք ինչ հայ իսկական ու ստիցը չկա մենք ձևավորման փուլում ենք առհասարակ մեր որպես հասարակություն, որովհետև մեր ճակատագիրը բախտն է այդպեսին դասավորվել վերջին 100-ամյակներով եւ մեր այդ ձևավորման ամենակարևոր փուլը մենք բաց ենք թողել եւ ուրիշ ճանապարհով է գնացել։ Մի հատ ստրուկ եկել նստել է ուղեղներից մեջ։ Մի հատ ալարկոտ մեկը նստել է մեր, չգիտեմ, բազուկների վրա։ Մի հատ քանդրտած մշակութաբանության պատկերացում նստել է մեր խղճին։ Այ մենք նոր ենք ձևավորվում։ Մենք անգամ իրար հետ ապրելու կանոններին չենք ցանկանում ենթարկվել։ Ասենք ընդունված չի, եթե մի բանը չի կարելի, այդ չի կարելին կամ ընդունված չլինելը, եթե խախտում ես դա ոչ թե լավ տղություն է կամ ուժեղ տղու դրսևորում է, այլ դա անպատասխանատու մարդու դրսևորում է։
Մեզ մոտ այդքան դեգրադացված է, որ մենք կարող ենք այս գնահատականի տեղը այս գնահատականի տալ, որոնք իրարից կատեգորիկ տարբեր բաներ են։ Եվ այստեղ անելիքներ կան, եւ հանրային մարդիկ, հասարակական գործիչներ եւ այլն, երևի ինձ սկսած ես էլ իմ չափով, չգիտեմ, երբեմն գուցե ու մշտապես բոլորս ունենք սովորելու բան ու մեր կարծիքները կարող են ժամանակ update լինել, ասենք ինչպիսին է մի քանի տարի առաջ չես կարող լինել այսօր, եւ եթե այսօր այսպիսին ես, դա չի նշանակում մի քանի տարի հետո այդպիսին ես լինելու։ Այդ բանը կա, չէ՞։ Մենք հիմա էլ դնում տեղադրում են, այդ տեսեք ինչ էր ասում Նիկոլը ժամանակին, կներեք այդ ժամանակ բոլորն էլ էին ասում, ինչ կա, իսկ մարդը չի փոխվում, եթե մարդ կա, որ չի փոխվում, ուրեմն ինքը մեռել է, հասկանում եք, կամ համարյա մեռել է, պրոստը երկար տասնամյակներ ինչ որ կա, բայց մեռել է, եւ հասարակական գործիչները, քաղաքական գործիչները, այո, արվեստագետները այս ուղղությամբ շատ անելիքներ ունեն եւ պատասխանատու աշխատանք։ Եվ այդ պատասխանատու աշխատանքը, ասեմ ձեզ, շատ դեպքերում գուցե հետ չի մնում զինվորի ծառայությունից։ Հասկանում եք, որովհետեւ դա հասարակության զինվոր լինելու արդեն խնդիրն է։ Մենք բոլորս հասկանում ենք, որ կարելի է օրինակ, այսպիսի մի բան անել ու շատ փող աշխատել, բայց եթե դու հասարակական մարդ ես, դու կարող ես, լավ, մի հատ արեցիր, հասկացանք, բայց հիմնականում դու պիտի նաև որոշակի ինքնազոհողության խնդիր պիտի լինի։ Եթե դու հասարակության համար ես, ոչ թե հասարակությունը քեզ համար միջոց է, այստեղ տարբերություն կա։ Շարունակենք միտքը։ Ապագայում քաղաքակրթությունը կվերադառնա իր սկզբնական կարգավորումներին, որոնք մտքով չծարաբեռնված մարդիկ կոչում են գլոբալիզմ եւ որի դեմ պայքարում են, չգիտակցելով, որ տարածաշրջանայնության պայմաններում, երբ աշխարհը խրված է իր ներքին քաղաքական ինտրիգների ճահճում, հայ ժողովրդի հետ տեղի են ունեցել ամենավատ երևույթները։ Իսկ այն զարգացած փուլերը, որոնք դուք անվանում եք պատմություն եւ որոնք պահպանվել են, եղել են գլոբալացման դարաշրջաններ, անտիկ ժամանակներում Տիգրան Մեծի շրջանը եւ նորագույն ժամանակներում ազգային գաղափարի վերելքը։ Մնում է հուսալ, որ մինչև քաղաքակրթական գործընթացների վերադարձը Հայաստանը եւ հայ հասարակությունը կձևավորվեն եւ կստեղծեն իրենց արժեքային պատյանը։ Երկաթյա վարակույրը, որ փակել էր խորհրդային միությունը, նրա փլուզումից հետո կարծես խաչվեց դեռևս չձևավորված հանրապետության սահմանների առջև։ Մեխանիզմները դեռ հնարավոր է վերաստեղծել կամ ստեղծել նորից, սակայն ժամանակը վերադարձնելը անհամեմատ ավելի դժվար կլինի։ Եվ այստեղ հարկ է նշել, որ այո, ես բավականին հաճախ ինձանից լսած կլինեք, որ այն ինչ որ այն նյութականը, որ գողացվել է տասնամյակներով, ճիշտ է, մեր գլխին պատուած փորձանքներ է բերել, բայց դա դեռևս հնարավոր կլինի վերականգնել, բայց այն, որ մենք կորցրել ենք լրջագույն ժամանակահատված աշխարհի բավականին կարևոր ճակատագրական փուլերում, ինչի համար ստացանք դաս, այդ դա հետ բերել չի լինի։ Եվ ամենամեծ թալանը դա ժամանակի թալանն է, ամենամեծ մսխումը դա ժամանակի մսխումն է։ Եվ գիտեք ոնց, տեսեք ինչ է ստացվում, ամենահասարակ օրինակը գետնի վրա բերեմ, հա։ Հայաստանի Հանրապետությունում որոշեցին, որ երկաթգծերը պետք են, վերցրեցին, նվիրեցին մեկ ուրիշին, մի մասը թալանեցին տարան։ Չգիտես ինչու էին մտածել, որ ենթակառուցվածքներ պետք են, որ երևի իրենց թվում էր, որ հավերժական է պատերազմները ու այդ հավերժականության մեջ մեկը այլ երբեք իրար հետ չենք հարաբերվելու, ուրեմն երկաթգիծն էլ պետք չի։ Այսօրվա դրությամբ հանկարծ շատ արագ դա մեզ պետք է, շատ շտապ, որովհետև մրցակցություն է գնում, թե ճանապարհները արևելք-արևմուտք որտեղ արենքով կանցնել եւ որ երկիրն է պատրաստ հենց հիմա, հենց վաղը, հենց մյուս օրը։ Հասկանում եք։ Մենք մի կողմից այստեղ դանդաղկոտություն ենք ցուցաբերում, մի կողմից արհամարանք ենք ցուցաբերել, թույլ ենք տվել այդ ամեն ինչը լինի։ Մյուս կողմից այսօր մեզանից շատեր ասում են, թող այդ նախագահները վերադառնան, ունեն չէ սատարողներ ամեն դեպքում։ Սա մեր հասարակությունն է, օտար մարմիններ չէ։ Եվ այն մյուս կողմից էլ ասում ենք,
Էս ինչ ճանապարհ է, թրիփի ճանապարհ է, ոնց պիտի ոչ մի Հայաստանով անցնել, ոչ թե ադրբեջանցին դա ցած գնա այնտեղ, ոչ թե թուրք այնտեղից անցնի այնտեղ։ Դուք եք անցնելու այնտեղից այնտեղ, այնտեղից էլ այնտեղ, հարցը դա չի։ Բայց եթե մյուս կողմից Ադրբեջանը առաջ ընկնի, իսկ առաջ կարծես թե արդեն ընկնում է, ու հաջողի Թուրքիայի հետ այլ կապող ճանապարհ գտնել, թեկուզ Վրաստանով, թեկուզ Իրանով։ Այդ ժամանակ նստելու եք ասեք, բա ինչի Հայաստանով չտարա։ Դուք տեսնելու եք ինչ միլիարդներ է հոսում այնտեղ, ասելու եք, բա ինչի սենց եղավ։ Այդ դրա համար տենց եղավ, որովհետև աշխարհը չի ցանկանում խաղալ հենց հիմա 3 ու վաղը, չի ցանկանում խաղալ այն երկրների հետ, ովքեր ուղիղ համարվում են ռուսական ազդեցության գոտիներ, վերջ։ Չի ցանկանում խաղալ։ Այսօրվա դրությամբ իմացանք, որ Սամվել Կարապետյանին պատկանող բանկերից մեկը սանկցիայի տակ է հայտնվել Մեծ Բրիտանիայի կողմից։ Եկեք մի հատ, երբ որ ասում ենք այդ կրթվել, ուսումնասիրել եւ այլն, դրանք շատ օգնում են գոնե տրամաբանելու շրջանակներում։ Իհարկե ամեն ինչին խորքային կաղաչ չտիրապետենք, բայց գոնե տրամաբանական բան կունենանք, հենք կունենանք։ Եկեք մի հատ պատկերացնենք, ինչ որ մի բան։ Պատկերացնենք Սամվել Կարապետյանը մեր երկրի վարչապետն է։ Ում հստակ աշխարհի թիվ 1 երկրներից մեկը, Մեծ Բրիտանիան, սանկցիաների տակ է դիտարկում ու դիտարկում առհասարակ вообще որ բան։ Ոնց է պատկերացնում, ոնց են լինելու շփումները։ Ոնց։ Աշխարհի հետ շփումը, աշխարհը նայելու ասես իմիջայլոց 44 օրյա պատերազմին աշխարհը դրա համար չխառնվեց։ Որովհետև Ռուսաստանյան գոտին է։ Մտնի տեղ ինչ ան, իրան պետք է մտնի տեղ։ Ռուսաստանն է, տեղ են ինքը պիտի կարգավորի, ոնց ուզում է կարգավորի, մեզնից ինչ եք ուզում։ Մեր հետ երբ եք աշխատել, որ ինչ եք ուզում։ Մենք մի անգամ էլ հələ բացի որ չեք աշխատել, մի հատ էլ 13 թվին մեզ գցել եք, խաբել եք։ Սերժ Սարգսյանը գնաց խաբեց։ Հասկանում եք, նրանք դες բաներ չեն սիրում։ Հիմա այսօր մեր հասարակության մեջ մարդիկ դստած ասում են, իսկ ինչ կլինի, եթե այսպես կամ ինչ կլինի, եթե այնպես, ժողովուրդ լայն նայեք ինչ է նշանակում ինչ կլինի։ Ինձ թվում, որ եթե ձեր հարցին 1-2 հարցով պատասխանեմ, դուք ինքներդ կընկալեք ինչ կլինի։ Պարզապես չեք ցանկանում երևի հավատալ, որ հենց դա կլինի, որովհետև այն ինչ որ պիտի լինի, թե դրական իմաստով նա շատ լրջագույն մեծ բան, թե բացասական բանը, այն ինչ որ եթե թարս գրած, էլի շատ վատ է։ Այսինքն երկու ծայրահեղությունների մեջ ենք։ Եվ գուցե երբ որ նկարագրում ենք ձեզ համար դա շատ բարդ բան է թվում, բայց ամեն ինչ շատ պարզ ու տեսանելի է։ Սովա Հարություն Հակոբյան, միամիտ տղա պատմություն կարդա, ինչ ես ասում։ Հա, այս վերևնա գրել ես Թուրքի հետ ախպերություն։ Հարութ, ինձ թվում է դու չես կարդացել պատմություն, բայց ինձ խորհուրդ ես տալիս կարդալ պատմություն։ Ես կարդացել եմ ու շարունակում եմ կարդալ, ասեմ քեզ։ Այ դու չես կարդացել, դու լսելով գիտես։ Սկսենք այնտեղից, որ Թուրքի հետ ախպերություն անելու մասին որևիցե մեկը որ հարցեն։ Դու գրի հարցերը, ես կփորձեմ, կարող է հարցեր լինեն, կարողանամ, կարող է հարցեր լինեն, չկարողանամ։ Բայց դու էլ իմ հարցին մի անգամից պատասխանի։ Քեզ ով է ասել, որ դու Թուրքի հետ պիտի ախպերություն անես։ Ով։ Հարաբերություն ունենալը, այսինքն եթե երկու պետություններ ունեն հարաբերություններ, տնտեսական հարաբերություններ կլինեն թե ինչպիսի, ուրեմն նրանք ախպերություն են անում, դա այդպես է։ Ինչ է փոխում բառը։ Դուք չգիտեք, որ ամեն բառ հայերենում ունի իր խորքային իմաստը։ Որևիցե մեկը, երբ որ ասում են պիտի հարաբերությունները կարգավորենք, պիտի շփվենք, պիտի փորձենք համատեղ ապրել է մեր տարածաշրջանն է, պիտի փորձենք առևտուր անել եւ այլն, դա չի նշանակում, որ ախպերություն անել։ Հիմի օրինակ, դու եթե ապրում ես մի հատ շենքում, ունես հարևաններ, ում ոնց հետ շփվում ես,
Որոշների հետ մի քիչ ավելի լավ, որոշների հետ այդքան էլ չէ։ Այդ բոլորը քո ախպերներն են։ Ընդհակառակ քո ախպերը կարող է вообще մի հատ ներքևի հայատից ուրիշ մարդ լինի, չէ՞։ Ասենք, սա ինչ մեկնաբանություն ասա։ Եվ սպասում եմ հարցերից, տեսնեմ ինչ հարց ես գրում, որ այդպես պետք է դժվար անեմ։ Նայ, ինչ վերաբերում է, հա, բայց մի քիչ ավելի խորը գնա։ Տես, մենք երբ որ եղել ենք Թուրքիայի, բայց սա չընդունեք, որ sense ինչ որ բան եմ անում, գովազդում եմ, չգիտեմ, որովհետև ցեղասպանությունից հետո բնականաբար մեր դիրքորոշումները, մեր զգացմունքները, մեր ամեն ինչը այլ է ու արդարացված է որ այլ է, բայց մինչ այդ դու ապրել ես Օսմանյան կայսրության մեջ, հասկանում եք, Օսմանյան կայսրության, դու անգամ ասում ես Թուրքի հետ, դու ինքդ չգիտես դրա բնորոշումը, որովհետև սխալ կլինի ասել, թե Օսմանյան կայսրությունը դա թուրքերի կայսրությունն էր։ Այդտեղ մի քիչ սխալ կլինի։ Օրինակ, Ռուսաստանի Դաշնությունը, կայսրությունը, որը կայսրությունը, կարող ես ասես ռուսներին, նա, ինձ կարող ես ռուսների երկիրը ցույց տալ։ Այդ կայսրության մեջ իրենց հիմնական բնակության վայրը ցույց տալ։ Չես կարող։ Չես կարող, որովհետև նման բան չկա, որովհետև դա կայսրություն է, ու քանի որ ռուսական կայսրությունն է, բոլորն իրենց համարում են ռուսաստանցի, այսինքն Ռուսաստանի կայսրության հպատակներ, բոլորը։ Նույնը եղել է Թուրքիայի կայսրության ժամանակ, Օսմանական կայսրության ժամանակ։ Օսմանը դա թուրքական ցեղերից մեկի առաջնորդներից մեկն է եղել, ում անունով հետագայում կայսրությունն է կոչվել։ Հասկանում ես։ Եվ ես քեզ կարող եմ մի գաղտնիք բացել։ Օրինակ շուն թուրք եւ այլն նմանատիպ կամ թուրք բառը որպես վիրավորանք օգտագործելը դա Հայաստանում չի սկիզբ առել։ Գոնե տեղյակ ես դրա մասին։ Դա սկիզբ առել հենց Օսմանյան կայսրությունում, հենց Օսմանյան կայսրության վերնախավի մոտ։ Իսկ այդ վերնախավում նաեւ շատ հայեր կային, բնականաբար փոխանցվել է այդ խոսքը, չէ՞։ Այդ վերնախավում, եթե մեկը մեկին ուզում էր վիրավորել, հենց այդպես թուրքի գլուխ, շուն թուրք, չգիտեմ, ինչ ասես sense, որովհետև այդ կայսրության մեջ գաղափարապես հետամնացները հենց թուրքերն են։ Իսկ առանց ռուսական կայսրության Հայաստան կլիներ, չգիտեմ, դու գիտես։ Ես քեզ այսպես պատասխանեմ, հա, հարցեր։ Դու ընդունում ես այն խոսույթը, փիլիսոփական խոսույթը, որ ասում է Ասիայում թիթեռից ծապտված թևի զեփյուրից Ամերիկայում կարա ցունամի առաջանա։ Այսինքն շղթայական ռեակցիաները այնպիսին են, որ այսպիսի բանը կարա նաև ազդի հենց այդպիսի մի բան է։ Հիմա ես չգիտեմ Ռուսաստանը եթե չլիներ Հայաստանը կլիներ, ես Ռուսաստանի գոյությունն ու Հայաստանի գոյությունը իրար հետ չեմ կապում, բայց աշխարհ քաղաքական process-ներ են եղել, ինչի արդյունքում որ հնարավոր է լիներ, հնարավոր է չլիներ, որևիցե մեկը չի կարող հաստատացի։ Եվ այն մեկը ով որ կուզի կփորձի հաստատացի, այ հենց ինքն էլ չգիտի։ Նայած պատմության որ ժամանակահատվածի համար ենք դա ասում։ Հասկանում ես։ Ես քեզ սենց ասեմ, օրինակ, դու վստահ ես, որ եթե Ֆրանսիան չլիներ, Հայաստանը կլիներ։ Արի ես քեզ տենց հարցը տամ։ Ֆրանսիան որ չլիներ, Հայաստանը կլիներ։ Հարություն ջան, պարզ հարց չէր քո ասածը, քո ասածը հարցել չէր։ Քո ասածը, չգիտեմ ինչ որ մի հատ կարծիք էր։ Հիմա այդ նույն հարցի նման քեզ եմ հարցրել, Ֆրանսիան չլիներ, Հայաստանը կլիներ։ Եվ իզուր չեմ Ֆրանսիայի անունը հենց տալիս, մտածի ինձ ասա։ Գիտեք, կարող է այն նույն Գերմանիան,
որը 1828 ես հասկացա դու խոսքը ուր ես տանում դու խոսքը տանում ես դեպի Թուրքմենչայի պայմանագիր ճիշտ եմ հասկացել այդ կողմը ռուս-պարսկական պատերազմ ես տանում խոսքը մի ասեմ քեզ Թուրքմենչայի պայմանագրով Հայաստան պետականություն կար ինքնիշխան Հայաստան կար ուզում ես միասին կարդանք Թուրքմենչայի պայմանագիրը հիմա որովհետև առավել ևս Շուշիի գրավումից հետո 2020 թվականին Արցախում միանգամից զարգացան նմանատիպ խոսակցությունները այ պետք է վերադառնալ Թուրքմենչայի պայմանագիրին բայց մինչև Թուրքմենչայի պայմանագիրը միասին կարդալը հեսա բացեցի հեսա կկարդանք մինչև միասին կարդալը ես քեզ մի խորհուրդ տամ հա լավ էլ հասկացա պաստորեն գիտեմ մի քիչ պատմություն չէ կարծիքդ մի քիչ փոխվեց դե հələ նույն կարծիքին ես տես մի այսպիսի օրինակ բերեմ ենթադրենք դու առնում ես ավտոմեքենան առնելու պահին կա մի վաճառող ավտոմեքենայի պատմությունը մաքուրա չի խանգարում որ դու այդ վաճառողից գնում անես այսինքն որևիցե մեկի ստորագրություն կարիք անհրաժեշտություն չկա գոյություն չունի դու առնում ես այդ ավտոն հետևաբար կնքում ես պայմանագիր այսքան փողը տալիս ես ավտոդ վերցնում ես հետո հիշում եմ ես շատ եմ լավ եմ բոլորին հիշում հանգիստ եմ տես հետո հայտնվում է մեկը ով ասում է գիտես ինչ այս ավտոն 20 տարի առաջ իմն է եղել ես դա չեմ ցանկացել վաճառեմ մի խոսքով դու ինձ էլ պիտի փող տաս որ այս ավտոն դու կտաս բնականաբար չես տա որովհետև ցանկացած նոր պայմանագիր ջրում է նախորդ պայմանագրերի իրավական գոյությունը հիմա մեր պատմության մեջ տարբեր պայմանագրեր են եղել տարբեր ժամանակներում եթե դու քեզ հրապուրում է Թուրքմենչայի պայմանագիրը ասեմ ավելին 1828 թվականից մոտավորապես 90 տարի անց եղավ մեկ այլ պայմանագիր Միացյալ Նահանգների ղեկավարի բանով հա որը որ հրապուրում է օրինակ բևեռականներին բայց 1991 թվականին դու ընդունել ես անկախության մասին հռչակագիր եւ անկախացել ես կոնկրետ սահմաններով եւ աշխարհին ներկայացել ես ասել ես սա եմ ես աշխարհը ընդունել է քո սահմանադրությունն ու քո անկախությունը այդ սահմաններով հիմա թե դու 1828 թվականին դու չէ այսինքն որովհետև 1828 թվականին հայերը շատ փոքր էին որ ինքնուրույն բան որոշեն ռուսներն ու պարսիկները 1828-ին ռուսների հաղթանակից հետո ինչ են կնքել դրանից առաջ ով ինչա իսկ դու 1804 թվականի պայմանագրից տեղյակ ես շատ վատ պայմանագիր է էլի ռուսներն են կնքել այդ ժամանակ հաստատ վարի էինք գնում քեզ ասեմ 1804 կամ թուրքերի հետ ընդ որում 6 կետանոց պայմանագիրը ամենտեղ չի որ հանդիպում որ բացես կարտաս սարսափես ուղղակի մազերդ բիզբիզ կկանգնի բայց 1828 թվականի պայմանագիրը ահագին բան ընտեղից ջրեց դրանից հետո եղել են էլի պայմանագրեր Անդուք մինչև Մոսկվայի պայմանագիր վերջում արդեն եւ այլն ինչի արդյունքում դու գնալով եկել ես այս սրան ես ասել 91 թվականին դու անկախացել ես քո սահմանները մատնանշելով մակը ընդունել է դա ու ասել է ես ճանաչում եմ քեզ ոչ միայն քեզ սովետական միությունը որ փլուզվում էր ու պետական միավորներ են ստեղծում իմիջայլոց այդ պետական միավորները ստեղծվում են սովետական Սահմանադրության հիմքով չնայած որ այդ երկրների մի մասը հետո կարող էր ընդունել սովետական միությունը
միության իրավահաջորդ լինելը կամ չընդուներ իրավահաջորդ լինելը այնուամենայնիվ փլուզվելուց աշխարհը որ հեշտ ու արագ է 15 պետությունների անկախությունը ճանաչեն դրա համար ճանաչեց որովհետև սահմանադրական կարգի համաձայն են փլուզվել հասկանում ես ու ճանաչեց այս պետությունների անկախությունը հիմա երբ որ դուք աշխարհին ասում եք գիտես ինչ աշխարհ մեզ պետք չի 91 թվի անկախությունը, սա արդեն խաչ եք քաշում մեր պետականության վրա, իսկ երբ որ ասում եք, որ մեզ պետք է, օրինակ, այսինչ կամ այնինչ պայմանագրով պետությունը, դրանով արդեն ամբողջ աշխարհին առաջարկում եք երրորդ լեգիտիմ համաշխարհային պատերազմ, որտեղ ով որ թվականի իր սահմանները ուզի կարա գցի։ Իսկ կոմոդ չի, մտքով չի անցնում օրինակ հետևյալը Օսմանյան կայսրությունը երբ որ փլուզվում էր բա որ թուրքերն էլ կանգնում են ասում են մի րոպե ախպեր մի րոպե ես ինչ խարծաներ ես ինչ եք խոսում բա այս ինչ թվականին էլ իմ սահմանները այ Հայաստանից մինչև Ալժիր Աֆրիկա է եղել ես էլ եմ վերականգնում ախպեր բա հայերնով են իրանցը դուք ասեք վերականգնեք մերը չվերականգնեք Հասկանում ես Դրա համար պատմությունը պետք է իմանալ հարգել ընդունելի գիտություն եւ անցնել առաջ ոչ թե պետք է կարճած մնալ թե բա չէ գիտեք ես հայ մարդ եմ բնական է չէ որ կուզեի ծովից ծով Հայաստան լիներ բայց ծովից ծով Հայաստան իրավական տերմին չի կարա գոյություն ունենա աշխարհի վրա եւ եթե դու շատն են շեշտես որ չէ ախպեր պիտի գոյություն ունենա Ոչ միայն տարածաշրջանում, այլ աշխարհում շատ երկրներ քեզ այնց կհանգստացնեն։ Ու կասեն մտ փախար ու վերջացար վաբշե, որովհետև դու ոնց որ ստեղ արդեն դիշևիտներ ես անում։ Որ էլ ասելու չի։ Դու փոխանակ այդ երազանքով ապրելու, դու ասելով ես ինձ եմ ասում նաև բոլորից։ Այդ իմաստով եմ ասում դու։ Փոխանակ ընկնել այդ երազանքի գիրկը ու ոչինչ չանելը, մենք պետք է ընդհանրեն, այыз դրա համար մեզ մցրել են հենց այդ դաշտ դմբրած պահել են։ Մենք պիտի այդ թմբիրից զարթնենք ու մեր պետությունը փորձենք ամրացնել այսօր, որովհետև աշխարհակարգը նոր աշխարհակարգ է ստեղծում ու փառք Աստծո նոր աշխարհակարգում Հայաստանի Հանրապետությունը փորձում է ոչ թե լինել մեկ այլ պետության խամաճիկ կամ ազդեցության գոտի, անկախ նրանից ազդեցության գոտիներ կլինեն, այլ լինել սեղանի շուրջ Այստեղ է հարցը։ Հիմա ինչ ես մանիպուլյացիա չեմ անում, ես կարող եմ քեզ հրավիրել անգամ դեբատի։ Հիմա կարդանք Թուրքմենչայի պայմանագիրը։ Քեզ համար։ Շատ արի բայց սենց անենք հարություններ, չէ՞։ Հարություն, արի սենց անենք։ Քանի որ այսքան արի գնահատի են հանգամանքը, որ այսքան առասարակ սենց մի հատ խոսք ունի Ֆրիդրիխ Նիցշեն, էլի, ասում է մեկի հանդեպ սերը դա էգոիզմի դրսևորում է, որովհետև դա տեղի ունենում մնացածների հաշվին։ Հիմի տես, այսքան մարդ այստեղ գրում է, հարցերել են վստահաբար գրել։ Ես չեմ կենտրոնացել, չեմ նկատել։ Ես հիմա որ քո հետ խոսում եմ, դա տեղի է ունենում այն մնացածների հաշվին։ Հասկանում ես։ Ուստի ես քեզ խնդրում եմ հարգանքով վերաբերվել թե այստեղ գրառումներ անողներին, թե ինձ, որովհետև ես գնում եմ այդ քայլին, եւ միասին փորձենք հարգանքի տոնի վրա քննարկում անել, որովհետև մանիպուլյացիա անելը heç իմ գործը չի։ Դու սխալ բան ես ասում։ Լավ կանես, օրինակ, ելնելով դասիրակությունից, ես քեզ կարծում եմ, որ դու նորմալ դասիրակություն ունես, մի հատ կներես ամեն դեպքում ասես։ Լավ։ Եվ թույլ տվեք Ժորժ ջան, ձեզ էլ ասեմ շնորհակալություն ձեր համբերատարության համար եւ որ ընդունում եք այս բանը, որ կարելի է լսել այս երկխոսությունը։ Համբերատարության համար ձեր։ Ահա։ Թուրքմենչայի պայմանագիր 1820 ռուսերեն Թուրքմենչի դագավոր պարսկերեն նվագրված ստորագրվել է ռուսական կայսրության եւ Պարսկաստանի միջև փետրվարի 10-ին Թավրիզի մերձակայքում գտնվող Թուրքմենչայի գյուղում վերջ դնելով 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմին։ Ռուս-պարսկական
Բառերը շատ կարևոր են։ Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից Արքայազն Աբբաս Միրզան։ Խաղաղության պայմանների մշակմանը մասնակցել է Ալեքսանդր Գրիբայեդովը։ Իմիջիայլոց հուշում էր, որ հիշենք։ Հիմա այն տնկելով երկու երկրները համաձայնվեցին հետևյալի մասին։ Առաջին, պայմանագրով հաստատվում էին Գյուլիստանի պայմանագրի, դե Գյուլիստանի պայմանագիրը սրանից առաջ էր եղել, եթե ես չեմ սխալվում, չէ, Հարություն ջան, թույլ չես տա որ ստեմ։ Գյուլիստանի պայմանագիրը սրանից առաջ էր եղել, դա Գյուլիստանում էր կնքվել, էլի ռուս-պարսկական համաձայնագիր։ Բայց պարսիկները խախտել էին այդ պայմանագիրը, հետո ռուսները ջանցան մատրիքսը տվին, ծխեցին, թուրքմենչայի պայմանագիրը պարտադրեցին, էլ ավելի խայտարակ պայմաններով։ Պայմանագրով հաստատվում են Գյուլիստանի պայմանագրի արդյունքում ռուսական կայսրության բոլոր ձեռքբերումները, բացի դրանից Ռուսաստանին էին անցնում Արևելյան Հայաստանի, Երևանի եւ Նախիջևանի խանությունների, ինչպես նաեւ Կասպից ծովին հարակից Թալիշի խանության տարածքը։ Պարսկաստանից անցնում են Ռուսաստանին։ Ինձ մի հատ կասես իմանամ, մեր մասինը ստեղ որտեղ էր, որ չնկատեցի։ Ռուսաստանը Պարսկաստանի հետ կռվել է, իթիվս այլ ավարների, վերցրել է նաև այս տարածքը Իրան, ոչ թե մեզ։ Շարունակենք։ Արաքսն է նոր սահմանը Իրանի եւ Ռուսաստանի միջև։ Արարատ Ղալայից միջև Աստղարագետի ելանցքը։ Իրանի եւ Ռուսաստանի միջև արաքսն է սահմանը։ Պատկերացնում ես։ Քո ասած Գյուլիստանի պայմանագիրն է, որտեղ որ ասում են Ռուսաստանի եթե չլիներ Հայաստանը կլիներ։ Որտեղ աստեղ Հայաստանը ապեր։ Քո ասած թվականն եմ կարդում, ճիշտ եմ, չէ՞ կարդում։ 3. Պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն Պարսկաստանը պարտավորվում էր Ռուսաստանին վճարել 10 քորուր ոսկի 1820 թվականի արժույթով։ Պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն պարսկական նավերը կորցնում են իրենց իրավունքները Կասպից ծովում եւ իր ափերին շրջելու, որը տրվում է Ռուսաստանին։ Իրանը ճանաչում է կապիտուլյացիայի իրավունքներ Պարսկաստանում գտնվող ռուսների համար։ Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն Ռուսաստանը կապիտուլյացիան նույն ակտը ստորագրվում է, այն որ 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո դուրս եկել ասում եք Հայաստանը կապիտուլացվեց, որ ասում ենք տղեկ մի ցանդաբան ունեք ու այդպես արտահայտություններ մի արեք վտանգա վրա, դրա համար ենք ասում, որովհետև դա իրավական process է, որը տեղի չի ունեցել։ Իհարկե շատերը երազում են երևի որ դա տեղի ունենա։ Իրանը ճանաչում է, շահում է Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն Ռուսաստանը շահում է իր հյուպատոսարան պատվիրակներին Պարսկաստանում ալյուր ուղարկելու իրավունքը։ Պայմանագրի 13-րդ հոդվածի համաձայն պատերազմի գերիների փոխանակում, պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն Պարսկաստանը ուժադրված է տնտեսական պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ, ինչպես որ Ռուսաստանը կոնկրետացնի, այսինքն ոնց ասի, տենց պիտի անի։ Պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն Ռուսաստանը խոսանում է աջակցել Աբբաս Միրզային որպես Պարսկաստանի թագաժողովը Ֆաթալի Շահի մայից հետո։ Ենթակա երկիր։ Պարսկաստանը պաշտոնապես ներողություն է խնդրում իր կողմից Գյուլիստանի պայմանագրի համաձայնությունների խախտման համար։ Պայմանագրի 15-րդ հոդվածի համաձայն Ֆաթա Ալի Շահը խոստանում է հյուսիսարևմտյան շրջանում որևէ խանությունների անջատման շարժումները չհալածել։ Իհարկե կան նաև այլ աղբյուրներ, այլ հղումներ։ Հիմա խնդրում եմ ինձ ասա, Հարություն ջան, ոնց որ չես երևում, ցավոտ տամ, չեմ տեսնում քեզ։ Ինձ ասա, ստեղ Հայաստանը ուր է։ Դու հիմա պաշտպանում ես Թուրքմենչայի պայմանագիրը, այսքան Հայաստանը Ռուսաստանի եւ վերջ։ Բա էլ եթե Հայաստանը Ռուսաստան է, ինչ Հայաստան։ Էլ ինքը արդեն Ռուսաստան է։ Էլ չկա այդտեղ Հայաստան։ Կա հայերի էթնիկ բնակության վայր եւ այլն, սես բաներ։ Ստեղ կասես ուր է դա։ Իմիջայլոց ժողովրդան հողումն ասեմ, Վիկիպեդիայով կարդացի, բայց կան նաև այլ բաներ, առաջին EM ունի հրապարակած։ Մի խոսքով, կարող եք դուք ինքներդ բացել, կարդալ, ծանոթանալ, անգամ ասեմ ավելին,
լավ կանեք, սրանից առաջ Գյուլիստանի պայմանագիրն էլ կարդաք, նոր Թուրքմենչայինը, որպեսզի հասկանաք նաև ինչ փոփոխություններ են եղել դրանց միջև։ Հիմա ցավը տանեմ, ինչ է ուզում ինձնից։ Այս սրա համար էր, երբ որ դու ասացիր, որ Ռուսաստանը չլիներ, Հայաստանը կլիներ, ես ասացի չգիտեմ, որովհետև, օրինակ, եթե Ռուսաստանը Պարսկաստանի հետ չկրվեր, Հայաստանը այդ ժամանակ դեռևս մնալու էր անցնելու էր ոչ թե Ռուսաստանի կայսրությանը, այլ դեռևս լինելու էր Իրանի կայսրությանը։ Ու չգիտենք պատմությունը ինչ ընթացք կստանար։ Մենք Իրանից կկարողանայինք անկախանալ, թե չենք կարողանա, հասկանում եք։ Դրա համար էլ ասացի չգիտեմ։ Ապեր, ջան։ Չգիտեմ հարությունը ինչ եղավ, ցույց եմ տալիս չկա։ Ու իզուր չշեշտեցի միջայլոց, որ այս Շուշիի գրավումից հետո առաջացավ, թարմացավ այս խոսակցությունները, որովհետև այդ քարոզը գնում էր։ Եվ իզուր չի, որ Մեղրիում էին նստած ռուսական ուժերը, ու այո, նրանք համարում են, որ իրենք իրենց տարածքում են։ Եվ իզուր չէր, որ 91-ից հետո առհասարակ Արցախի պատերազմն էլ իզուր չի եղել 90-ականներին այդ պրոցեսները։ Եվ իզուր չէր, որ Ռուսաստանը միայնակ պիտի այդ ցաղ կառավարեր։ Իհարկե, երբեմն Մինսկի խումբը ասած ցանցառություններ ստեղծելով, բայց միևնույնն անգամ Մինսկի խմբում Ռուսաստանին էին նախապատվություն տալիս, որովհետև համարում էին, որ սա իրենց տարածքներն է։ Եվ հայերն էլ չէին դրսևորում իրենց ու չէին ասում՝ մի րոպե, աշխարհ։ Ու չէին էլ կարող ասել, որովհետև բանից հետո, անկախության հռչակագրից հետո նրանք հետ էին վերադարձել այս տեղերը, որտեղ որ Ռուսաստանը մինչև հիմի մեր սահմանները չի ճանաչում։ Թե չի ճանաչում, սա ուրիշ պատմություն կարա լինի։ Ոչ թե չգիտի։ Մենք ինչ մտածում ենք չգիտի, թե որտեղ են սահմանները։ Գիտի, ուղղակի իր պատկերացումները, թե որտեղ ինչ սահմաններ են, չեն համընկնում մեր պետական սահմանների հետ ու Ալմատիի հռչակագրի հետ, որով մենք դարձել ենք անկախ պետական միավոր։ Եվ որը փորձ է արվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանի միջոցով խախտել, որովհետև Ալմատին սրանով ավելի ուժեղանում է ու ինքը Ուկրաինայում շարունակում է մնալ ագրեսոր, որովհետև ոչ միայն Հայաստանն է անկախացել այդ բանը, այլ առհասարակ Ալմատիով շատ գրեթե բոլոր պետություններն են անկախացել։ Եվ այնտեղ էլ գրիմ է Ուկրաինային է հասկանում եք։ Դոնբասը, Դոնեցկը։ Եվ եթե Ռուսաստանը ասում է, հա, այդ բանով, ինքը ասում է, բերանացի, որ ինքը այնտեղ տերորիստ է։ Նենց որ այդ Թուրքմենչայի պայմանագրից յան տվեք։ Ես ինչ որ ես վերջերս այդ վտանգավոր խոսույթը շատ եմ տեսնում։ Յան տվեք, դա պատմական փաստ է, ու վերջ։ Իմիջայլոց երևի այստեղ կարող եմ մի երկու բանել ուսուցողական մարդ ես կաղահարությունը դեռևս դիտում է։ Ասեմ, որ կարող ես հաճախել կոնյակի գործարան ու այնտեղ կա պատը, որի վրա քանդակ կա խելքից պատուհասը ներկայացումից, որ առաջի անգամ խաղացվել է այդտեղ եւ մի քիչ էլ կարող ենք խորանալ եւ հիշել, որ ամեն դեպքում վերադարձի ճանապարհին մեր եկեղեցին Էջմիածինը թալանվել է ռուսների կողմից։ Գանձերը թալանվել են։ Այսպես շարունակ մեր լավ եղբայրների կողմից։ Մի խոսքով ժողովուրդ, չէ, գիտեք, ես սենց ասեմ, որ ճիշտ հասկանանք, ժողովուրդ, ինձ ես հիմի այնպես չի, որ սենց վահ տեսակ ինչ արեցի, չէ, սա իմ կարծիքն էր, երևի մարդը բանավոր պարագայում այլ կարծիք էլ ունենար, ինչը շատ հետաքրքիր կլիներ լսել, ու մենք իրարից սովորում ենք։ Ես ինքս շատ բաներ չգիտեմ ու չգիտեի եւ հենց այս խոսակցություններն են,
որ բերում են նրան, որ սովորենք։ Եվ վերադառնալով մեր ի սկզբանե բացած թեմային, այ հենց տեղ է հարցը։ Մենք նախ պիտի ճանաչենք, հասկանանք իրար, ոչ թե փորձենք իրար կրենք, վրա ելնենք, որ կամ նեղվենք, որ չստացած բան, չէ։ Այլ պիտի սկսենք իրար հետ շփվել, հասկանանք իրար, սովորենք իրարից, մեր կարծիքները վերաձևակերպենք, որովհետև մեր կարծիքների 90%-ը վստահեցնում եմ, հատկապես իմ տարիքայինների ու վերև, փտած կարծիքներ են, դրանք սովետական ձևավորում պարտադրած կարծիքներ են, դրանք մեր կարծիքները չեն։ Մենք պետք է վերանայենք դրանք, ընդունենք իրավունքը որպես հիմք, իրողություն ու առաջ գնանք։ Մեր հասարակությունը այս պարագայում արդեն ահագին կբարձրանա, ոչ թե կբուժվի կամ կլավանա, այդ միասնականություն, բան, պառատում, այս խոսակցություններն էլ են տուֆտություն, կբարձրանա մեր հասարակության որակը, մեր բանավեճերի որակը կբարձրանա, մեր խոսույթը կբարձրանա, մեր պահանջների որակը կփոխվի, մենք ավելի տեղին պահանջներ կներկայացնենք, մենք ավելի լուրջ կվերաբերվենք ընտրական պրոցեսներին, որ պարագայում ում ենք ձայն տալիս ու ինչ ենք պահանջելու եւ կարողանալու ենք արդյոք պահանջել թե ոչ, այս ամեն ինչն է պետք ստեղծել, անել, թե չէ, քանի չենք անում ու ալարում ենք մեր վրա կիրառենք, մի օրինակ լսեցինք, կարանք անցնենք առաջ, չէ, բայց չէ, պետք է գնալ սկսել կիրառել, դրսել ուսումնասիրել, ծանոթանալ, բերել քննարկման դաշտ, ոչ ինչ որ բան լինի, որպեսզի մեր հասարակության որակը բարձրանա, որպեսզի մենք չլինենք մեր խնդիրը, որպեսզի կարողանանք խնդիրներ հայտնաբերենք ու լուծենք դրանք, հասկանում եք, թե չէ այս պարագայում մենք ենք մեր հիմնական խնդիրը, մենք ենք մեր խնդիրը, մենք մեր չիմացությամբ, հասարակական, ընդհանրական իմաստով եմ ասում չիմացությամբ, մեր իմացության ցածր մակարդակով, լավ այսպես ասեմ, տեսեք, օրինակ մի ընկեր ունեմ, ով նոր է սկսում հայատար գրել, ու ես իրան, որ անընդհատ ասում էի առանձին մեր խոսալուց, ասում եմ, ախր շատ կսխալվեմ, էլի գնել ջան, երկար չեմ կսխալվեմ, ասում եմ, լսի, արի դու գրի, դու ոչինչ, տառա սխալներով գրի, մեկը մենք հայերս, այնքան լայն սփյուռք ունենք ցավոք սրտի, մեծ մասը չեն սովորել հայկական դպրոցում, կամ սովորել է, բայց վայ այդ սովորելուն, մի մասը արտագաղթել է ու տենց խառնվել է մոտել, մենք դա հասկանում ենք, մեր պարագայում ոչինչ, այլ բան է, եթե դու գրես, ես քեզ կուղեմ, կասեմ, ես տառը ուղի, անձնական նամակով իհարկե, կասեմ, որպեսզի բոլորը չտեսնեն դիտոցը, բայց դու կսկսես սովորել, մենք վախենում ենք սխալվելուց, մենք փակվում ենք, մենք փորձում ենք նենց անենք, իբր ոչ ոք չի ջոգել, չէ, ցավները տամ, նաև այս բաներն է պետք, որ պետք չի վախենալ չիմանալուց կամ սխալվելուց, այնքան ենք սխալվելու դեռ, կյանքը առջևում է, կարևորը նպատակը արդարացնի դա, մեկ էլ Անդրեյ Զիգանցևի «Возвращение» ֆիլմն եմ դիտել, Այսպես ժողովուրդ ջան, շնորհակալ եմ եթերը դիտելու, ակտիվ լինելու եւ քննարկում կազմակերպելու համար, շնորհակալ եմ տարածելու եւ գրանցվելու իմ էջին, այնպես որ դեռևս կհանդիպենք ու ես առաջարկում եմ sense խորհելու թեմաները շատ հետաքրքիրն են, բայց եթե դուք էլ ակտիվ լինեք, կստացվի, որ ես էլ ձեզից սովորած կլինեմ կամ միասին կփորձենք սովորել, թեմա կբացենք, հետո կընկնենք, կփնտրենք, կգտնենք, ինչ է եղել, հասկանում եք, լավ եղեք, շատ շնորհակալ եմ ձեզանից, ամեն ինչ լավ է լինելու, ես մենակ խորհուրդ կտամ հանրային մարդկանց շատ չմտնել ուրիշների ընտանիք ու դրանով վատ օրինակ չծառայել հասարակությանը, բարի գիշեր ձեզ